Այս կինը, որ չցանկացավ երևալ տեսախցիկների առաջ, լիստեյեմով վաճառում էր համակարգչային սեղան։ Viber-ով հաղորդագրություն է ստացել, թե հավանել են, ուզում են գնել։ Ստացա Viber-ի SMS Ոմն Աստղիկ Նարեկ օգտատիրոջից, ասեց, որ քաղաք Աբովյանում է ապրում, փոքր երեխաներ ունի, չի կարող ինքը անձամբ վերցնել, խնդրում է, որ մենք առաքենք։ Ասեցի, որ առաքում չենք իրականացնում։ Օգտատերը գրել է, որ առաքումը անձամբ ինքը կկազմակերպի ու հղում կուղարկի, որտեղ կինը կարող է տեսնել վճարված գումարը։ Նույն Yandex-ի հղումներ, բացարձակ ոչ մի տարբերություն։ Նույն լոգոյով, նույն գույներով, ամեն ինչը նույնն էր։ Ինքը անգամ գլխի չի ընկել, որ դա Yandex-ի իրական կայքը չէ։ Այնտեղ օգտատիրոջ խնդրանքով կինը գրել է իր բանկային քարտի հաշվեհամարը եւ անվտանգության եռանիշ կոդը։ Ասեցի, ես չեմ հասկանում ճիշտն ասած, որ խնդրեմ կօգնեք հասկանամ, ես Yandex-ից երբեք գումար չեմ ստացել ինքս, ասեց հա Yandex-ի միջոցով եմ գումարը փոխանցել, պիտի սխմեք այդ կոճակը, որ ստանաք։ Հետո ասել է, որ այն բանկի քարտը, որը կինն է կցել, չի աշխատում Yandex-ում, խնդրել է այլ քարտի տվյալներ փոխանցել, կինն էլ անզգուշորեն փոխանցել է։ Հղումը արդեն բաց էր իմ էկրանին ու ես մինչև մտնում եմ այդ ժամանակ Իդրամի մեջը, փաստացի իրանք արդեն իմ հեռախոսին մուտք են ունեցել ու իրանք տեսել են ողջ գործողությունը, որ կատարվում է իմ էկրանին։ Այսինքն եւ կոդերը եւ իմ մուտքը Իդրամի հաշիվ իրանք սաղ տեսել են ու ես մտնում էի հաշիվ, զուտ հասկանամ այդ գումարը նստեց թե չէ։ Հետո ստանում եմ մեյլից նամակ, որ ուրիշ սարքից մուտք են գործել ձեր Իդրամ, եթե դուք չեք, անմիջապես ահազանգեք։ Պարզվել է, որ այս կնոջ անունով մոտ 700,000 դրամ վարկ է ձևակերպվել։ Նա ակամա դարձել է ֆինանսական խարդախության զոհ։ Իմ համար իրոք տարօրինակ է, որտեվ նույն դեկտեմբերին մի քանի օր առաջ, երբ որ գնացել էինք հեռախոս վերցնեինք ապառիկով, ոչ մի բանկ ինձ չտվեց նույնիսկ 200,000 դրամ։ Անելանելի վիճակի մեջ հայտնված կինը պարտքով գումար է վերցրել իր բարեկամից վարկը վճարելու համար, ասում է բանկին տոկոսներ չտալու համար է արել։ Իր 60,000 դրամ աշխատավարձով արդեն 5 ամիս չի հասցնում եւ ապրել եւ պարտքը մարել։ Չէի պատրաստվում առողջական խնդիրներ ձեռք բերեմ զուտ նրա համար, որ ինչ որ հիմարի պատճառով ընկել եմ այս կացության մեջ։ Հիմա ծանր աշխատում եմ, որպեսզի կարողանամ մարեմ այդ 700,000-ը։ Իրավապահներին է դիմել, պարզվել է միայն ինքը չէ, որ խաբեբաների թակարդում է հայտնվել։ Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագոզյանի խոսքով ավելի քան 280 քաղաքացի է այս խնդրի առաջ։ Քննչական կոմիտեն է զբաղվում այս հարցով։ Խարդախության տուժածները 5 ամիս է սպասում են կոմիտեի որոշմանը, հույսով, որ ազատվելու են իրենց չվերցրած վարկերից։ Պետք է այդ գումարները պահանջեն նրանցից, ում տրամադրել են իրենց գումարները, այսինքն զեղծարարներին։ Համբերություն ունեցեք քրեական գործի ավարտից հետո, երբ որ կբացահայտվի հանցագործը, հանցագործից կգնաք կպահանջեք այդ գումարները։ Բանկեր, պետություն եւ նման մարմիններ, ինչ եք քաղաքացու համար ստեղծում այսքան դժվարություններ։ Քաղաքացին ինչի ապահով չի ապրում այս պետությունում եւ քաղաքացին ինչի է թալանվում։ Բանկերը, փորձագետները հաճախ են հորդորում, անգամ ապրանքը վաճառելիս պետք է զգույշ լինել, անձնական հատկապես բանկային տվյալները չհայտնել։ Ես հայտնվելու եմ շուտով 1 ամիս է մնացել սև ցուցակում, բնակարանով են սպառնում, զանգեր են կազմակերպում, խաթարվել է իմ անդորը։ Խաբված կանանցից մեկն էլ Եվգենե Հովսեփյանն է։ Նա անցած տարվա վերջին է ֆինանսական խարդախության զոհ դարձել։ Արդեն գործող 4 վարկ է ունեցել, երբ իրեն շնորհավորել են հերթական 2.5 միլիոնի համար։ 1 ամիս է վճարել ընդամենը, որպեսզի չհայտնվի սև ցուցակում, մինչև բանկը կարգավորի խնդիրը, բայց արդեն 5 ամիս խնդիրը լուծում չի ստանում, իսկ բանկը ամեն օր պահանջում է մարելամսական վճարները։ Ինֆորմացիա գնում բանկից կամ իրենք համագործակցում են զեղծարարների հետ, որպեսզի բեռը մնա անմեղ քաղաքացուներին։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է, որ վերջին 1 տարում ֆինանսական խարդախությունների թիվը կտրուկ աճել է։ Նրան հաճախ են գրում այս հարցով, ասում է պատճառներից մեկը քաղաքացիների անզգուշությունն է, նաև պայմանավորված է օնլայն բանկինգից օգտվողների մեծ քանակով։ Միջազգային զեղծարարների խմբերը սկսել են շատ ավելի լուրջ նայել Հայաստանի կողմ, այսինքն կոնկրետ թիրախային աշխատում են
Հայաստանի դեմ, Հայաստանի բանկային համակարգի դեմ, շատ լավ գիտեն ներքին բովանդակությունը, հայերենի լավ տիրապետող ինչ-որ մարդիկ կան թիմերում։ Մարտիրոսյանի խոսքով խարդախների թիրախում կարող են հայտնվել նույնիսկ բանկերի աշխատակիցները։ Մասնագետը խորհուրդ է տալիս զգույշ լինել, ստուգել հղումների ճշտությունը մինչ մուտք գործելը։ Մարդ պետք է լավ հասկանա, որ եթե ինքը օնլայն բանկինգից է օգտվում ու այնտեղ իր փողերն են, դա նշանակում է, որ ինքը պետք է սովորի, ուրիշ տարբերակ չկա։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։